Հարգելիներս, այսօրվա տեսանյութում ես ուզում եմ ձեր հետ կիսվեմ, թե ինչպես եմ ես տոլման սառեցնում և ամբողջ ընթացքը ձեզ ցուցադրեմ։ Բոլոր պարագաները արդեն պատրաստ են, մսային ֆարշը պատրաստ է, դուք համեմում եք ձեր նախընտրած համեմունքներով, իդեպ լսել եմ շատ դեպքերում ավելացնում են չորացրած նանավ և անգամ չաման, չորացրած չամանի տերևներ։ Դե ինչ, սկսենք պատրաստման ընթացքը և տեսնում եք դուք արդեն, որ ես կաթսայի մեջ սննդային թաղանթ եմ դրել, որի մեջ կտեղադրեմ մեր պատրաստի տոլմաները։ Հարգելիներս, հիշում եմ, երբ փոքրիկ աղջիկ էի, մայրիկս տոլման որ պիտի փաթաթեր, ես իրա կողքը նստում էի, հետևում էի իրա աշխատանքին, դե իհարկե ինքը ինձ չէր վստահի, որ տոլմաները ես փաթաթեմ, բայց ինքը ինձ ասում էր այսպես թուփերը բացի, առանձնացրա, որ ինձ փաթաթելու ընթացքը շատ հեշտ լինի։ Եվ իրոք այսպես երբ որ թուփը առանձնացնում ես, իրոք շատ հեշտ, արագ դուք կարողանում եք փաթաթել ձեր տոլմաները, դուք էլ փորձեք։ Հարգելիներս, արդեն ժամանակն է մեր նախապես փաթաթած տոլմաները տեղավորենք մեր կաթսայի մեջ։ Իդեպ նշեմ, մեր կաթսայի տակը ոչ մի բան մենք չենք ավելացնում, միայն տեղադրում ենք մեր տոլմաները։ Հարգելիներս, նախորդ տեսանյութերիցս մեկում ես թեթևակի անդրադարձել էի տոլմայի սառեցման պրոցեսին, իսկ այսօր ձեզ ներկայացնում եմ ամբողջական տարբերակը, թե ես ինչպես եմ սառեցնում, ինչպես եմ եփում, դուք էլ եթե ցանկանաք կարող եք հետևել իմ օրինակին։ Եվ այսպիսով շարունակում ենք մեր կաթսան լցոնել պատրաստի տոլմաներով։ Հարգելիներս, հավելեմ նաև, որ սա շատ հարմար տարբերակ է հյուրատուն ունեցող անձանց համար։ Հարգելիներս, եթե ձեռքի տակ կարող եք ունենալ սառեցրած պիլմենիներ, խնկալիներ, ինչու ոչ տոլմանել սառեցրած տարբերակով չունենաք ձեր սառցե խցիկում։ Ահա հարգելիներս, ամբողջը տեղադրեցի, ասեմ իմ մոտ 3 շարք ստացվեց։ Ահա հարգելիներս, սննդային թաղանթով կրկին երեսը ծածկեցի, ափսեն էլ կտեղադրեմ և արդեն կարող ենք տեղափոխել սառցե խցիկ ամբողջովին սառելու համար։ Հարգելիներս, ձեզ ներկայացրեցի իմ տոլման սառեցնելու ողջ պրոցեսը և հիմա ժամանակն է եկել սառցե խցիկից հանենք մեր տոլմաները և պատրաստենք։ Իմ կաթսայի տակը ես տեղադրել եմ խաղողի տերևները և կտրտած լոլիկներ և ժամանակն է արդեն տեղադրենք մեր սառեցրած տոլման։
Դե ինչ հարգելիներս, ինչ կասեք, արժե այս տարբերակով սառեցնել տոլմաները և պետք եղած ժամանակին հանել և օգտագործել։ Հարգելիներս, ասեմ, որ տարբեր տրամագիծ ունեցող կաթսաների մեջ դուք կարող եք հավաքեք ձեր տոլմաները, ներկա պահին իմ կաթսայի տրամագիծը լավ մեծ էր, իսկ դուք կարող եք ձեր ունեցած կաթսան օգտագործեք։ Ահա հարգելիներս, մի փոքր կսպասենք և արդեն կարող ենք պատրաստել մեր տոլմաները։ Իդեպ հավելեմ, շատ հարմար տարբերակ է ամանորի տոներին նման սառեցրած թփով տոլմա ձեռքի տակ ունենալը։ Ու ասեմ, որ ոչ մեկին չեմ ստիպում և չեմ պարտադրում, եթե կգտնեք, որ իմ ասած տարբերակը հարմար է, դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։ Հարգելիներս, իմ սառեցրած տոլման արդեն պատրաստ է, չեք պատկերացնի ինչքան համեղ և հյութալի է ստացվել։